եկեղեցու շնորհիվ որ մենք այսօր ձեր հետ միասին հայերեն ենք խոսում, որովհետև սրանից բավական 300-400 տարի առաջ եկեղեցին պահպանում էր հայկական դպրոցներ եւ հայկական դպրոցներում հայ երեխաներին հայերեն խոսել, գրել, կարդալ էին սովորեցնում եւ դա պարտադիր էր 15-րդ դարում նույնիսկ եկեղեցին շատ պատմական կարելի ասել աշխարհաքաղաքական որոշում ընդունեց վերադարձնելով կաթողիկոսությունը Սիսից դեպի Էջմիածին, որը թվում էր թե այդ ժամանակ անլուրջ կամ ասենք ոչ լուրջ որոշում է, որովհետև Էջմիածինը գտնվելով Օսմանյան կայսրության եւ Սեֆիդյան Պարսկաստանի արանքում ինքը անդադ հարձակումների էր ենթարկվում, որովհետև 10 պատերազմ եղել այդ երկու կայսրությունների միջև 10 եւ ամեն անգամ այդ պատերազմի ընթացքում Էջմիածինը մեկ Օսմանյան կայսրությունից անցել էր Պարսկաստանի տիրապետության տակ եւ հակառակ այս գործընթացը անդադ գնում էր եւ բերել Սիսից, որը համատաբար ավելի ապահով էր Էջմիածին, սա ռազմավարական խորը գնացող աշխարհաքաղաքական որոշում է։